Գեղամ Նազարյան, ես իմ կյանքում ինձ թույլ չեմ տալիս, ես ծնող եմ, ես գիտեմ, դա չի կարելի ուղղակի որդեկորույս մարդուն, այդ դաժան բան է։ Բայց գիտես, մի քիչ ես ամաչում եմ երբեմն Գեղամ Նազարյան ձեր փոխարեն, անկեղծ, ես իսկապես չգիտեմ, դու ասենք ասում ես Սամվել Կարապետյանին ցույց կտամ, որ այս ժողովուրդը գիքորներ չեն։ Ինչի մասին ես խոսում։ Ինչի մասին ես խոսում։ Սամվել Կարապետյանն է գիքոր։ Սամվել Կարապետյանը գնացել է ամենա գայլային օրենքներով ան երկրներում թվեր աշխատե թիվ 1 տղաներից մեկ, ինչի մասին ես խոսում։ Շատ բաներ կարող եմ ասել, ես ուղղակի չեմ կարողանում թույլ տալ, ես որդեկորույս է, բայց գիտեք իրանք էլ չէ պետք է այդ հասկանան։ Իրենք էլ դիազը, մենք բոլորս ասենք անհասկանալի էր մեզ համար, մենք ուզում էինք, որ գնաս պատգամավոր, որ ինչ անես, ՔՊ-ի ոտքերը լիզես, Գեղամնազ, ինչ որ կրճոնների գրանտներ, չգիտեմ ինչի համար։ Գոնե վերջացրու լռի, գլուխդ կախ գնա ինչ որ անում ես, այս ինչի մասին ես խոսում։ Դու չգիտես Սամվել Կարապետյանն ու այն մյուսը ինչ են անում, դու չգիտես ինչ տերոր է այս, դու չես ամանչում, դու սրբազաններ են, ես եմ տեսել Բագրատ Սրբազանի քո վերաբերմունքը, իր վերաբերմունքը Միքայել Սրբազանի, բա ձայն հանի, սրբազաններ են դատում, ձայն հանի, կամ ամաչի տանիցը դուրս մի արի, կամ դուրս ես գալի, լուր գլուխդ ինչ որ տեղ մցրու, ինչ անում ես արա, մարդ չիմանա դրա մասին, ամոթ է։